Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք 106.5 հաճախականությամբ կամ YouTube-ով, Facebook-ով լսում կամ դիտում եք Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը Հետախույզի օրագիրը։ Բնականաբար տաղավարում առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Այսօր թերևս զրույցը կծավալվի Սյունիքի շուրջ եւ հատկապես Սյունիքի վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղարի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հայտարարությունների շուրջ, ինչն է հետաքրքիր, որ մենք Հայաստանում եւ մասնավորապես մեր երկրի վարչապետը Սարդարապատում ելույթ ունենալիս ասում է, որ պատերազմ չի լինելու, նաեւ Երևանյան երկխոսության ժամանակ է նշում, որ պատերազմ չի լինելու եւ գնում ենք դեպի խաղաղությունը, խաղաղության գործընթացի մեջ ենք այս պահի դրությամբ եւ պիտի ամեն ինչ ճիշտ դրամաբանական ավարտին մոտենա խաղաղության պայմանագրի ստորագրումով կամ սկսվի խաղաղության նոր ժամանակաշրջան, բայց երկու թերևս կարևորագույն պետությունների կողմից մենք ստանում ենք հայտարարություններ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը բարձր մակարդակի վրա է։ Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ով ասում է, որ իրենք ամեն ինչ անում են, որ այդ լարվածությունը նվազեցնեն, եւ մյուս կողմից մենք ունենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ նշում է կոնկրետ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է եւ իրենք շահագրգռված են, որ դառնան միջնորդ կամ օժանդակեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունացման եւ ապա խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ ձեզ, չի հակասում այն, որ մենք ասում ենք, որ պատերազմ չի լինելու, մեր երկրի վարչապետը ասում է, որ պատերազմ չի լինելու, եւ մյուս կողմից լսում ենք հայտարարություններ այն մասին, որ լարվածությունը բարձր է։ Դրանպես մենք պիտի մի բան հասկանանք, որ ամեն խոսացող իր շահերն է հետապնդում։ Ճիշտ է։ Այո։ Հիմա եթե վերցնենք Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը, ասեց, երևի պարոն Քալանթարովի մասին է խոսքը, չէ՞։ Անդրեյ Բելաուսովի։ Բելաուսովը, էլի կարևոր մարդկանցից մեկն է, ոչ թե Կրեմլի կողքից, այլ հենց Կրեմլում աշխատող մարդ է։ Իրանց շահերը որն է։ Մեր ու թուրքերի հարաբերությունների մեջ մտել է լուրջ փոփոխություն, առանց միջնորդի ենք շփվում, որը շատ է ծանրացրել մեր վիճակը, որովհետև նման դեպքերում գայլն ու գար վիճակն է առաջանում։ Եթե մինչև 12 թվական մոտավորապես գայլը մենք էինք, 12-ից 20-ը այդ գայլ ու գարի փոփոխման process-ներ հետո միտեղ գայլ էինք, միտեղ գառնուկ էինք, հիմա բացահայտ ասենք 20 թվականից հետո գառնուկ վիճակում ենք։ Եվ գայլն է թելադրում, ոնց լինի ու ինչ լինի։ Այն խաղաղ պայմանագիրը, որ հիմա շատերս ցանկանում, երազում դրա մասին, պիտի հասկանանք, որ այդ խաղաղ պայմանագիրը կապիտուլյատիվ խաղաղ պայմանագիր է։ Ու ես այնքան էլ չեմ սիրում ամենայն հարգանքով բառը, բայց օգտագործեմ իր ոնց որ ասած սինոնիմը, հա, հոմանիշ, տենց են ասում։ Հա, ամբողջությամբ նեյտրալ, չեզոք ցանկացած քաղաքական գործիչի նկատմամբ ներքին քաղաքական իրենց հայտարարությունները եւ արտաքին ես չեմ ուզում ոչ մեկին թուլացնեմ, ոչ մեկին ուժեղացնեմ, բայց թե իշխանության ղեկին գտնված պոզիցիան եւ օպոզիցիան գիտակցում են իրենք, որ կապիտուլյատիվ է, որովհետեւ ցանկացած կետ, որը թուրքը առաջ է քաշում, այս կամ մենք ձևով մենք ասում ենք, մենք պատրաստ ենք։ Սկզբից ասում ենք ոչ, մի քանի ամիս հետո ասում ենք մենք պատրաստ ենք ստորագրել։ Դա նշանակում է այդ կետն էլ ընդունեցինք, որտեղ թուրքը որ կետը առաջ քաշում է, ինքը հետո դրանից չի հրաժարվում։ Ու ինքը այդ խի գլխակ չես դրես սկզբունքով է աշխատում։ Այն որ արջը գալիս է նապաստակին ասում է խի գլխակ չես դրե խփում է։ Նապաստակի գլուխը ֆռալով եթում է գլխակը առնում խանութից դնում է գլխին գալիս խփում է, խես գլխակ դրել։ Միշտ այդ վիճակն է լինում։ Գալն ու գար լրիվ այդ վիճակն է։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը այս մեր անմիջական բանակցություններից ինքը շատ անտարբեր է, եթե ճիշտ է խոսանք, էլի, ով է գայլը, ով է գառնուկը, իր համար կարևոր է, որ ինքը ներկա լինի այստեղ։
Որովհետև հիմա ինքը ներկա չի արդեն 13 թվականից Բաքվի Հանրապետությունից, երբ որ 13 թվականին Գաբալայի լոկատորը հեռացրեցին ու փոքրիկ զորախումբ կար այնտեղ մասնագետներ կային իրանց հեռացրեց 23 թվականի դեպքերից հետո 24 թվականի կարծեմ ձմռանից ինքը Արցախում չկա Եվ 47 թվականին, սենց որ շարունակվի, չի լինելու նաև Հայաստանի Հանրապետությունում։ Դա նշանակում է իր առաջնային դիմադրության գիծը, այս հարավում, ոչ թե լինելու է բանը, ասենք հարավային Կովկասի երկրներից մեկը կամ երկուսը, այլ լինելու է Կովկասի լեռնաշղթան։ Առաջնագիծը դառնում, ասենք, Օսետիան, Չեչնյան, Դաղեստանը Դա բավականին ծանր վիճակ է եւ բնական է Հայաստանը կործանվելուց հետո թուրքական աշխարհը ուժեղանալուց հետո Անգլիան, որ թուրքական աշխարհում ասիչ է, այդ հարավային եվրասիական պրոյեկտը անգլիացիներինն է, ոչ թե թուրքերին է, թուրան բառ, որ ասում են, դա ընդհանրապես չեն խոստովանում, որ իրանք անգլիացիներին են ծառայում, British Petroleum եւ այլն։ Ուրեմն անգլիացիները անմիջապես աշխատելու են Կովկասի ժողովրդի հետ եւ մեծ հավանականություն կա որ Կովկասն էլ կկորի եթե ստեղ չունենան այդ Կովկասի պատնեշը գրոհող զորքերին մեջքից հարվածող ինչ որ ուժ դա լինի Հայաստանի Հանրապետության տեսքով դա լինի Վրաստանի Հանրապետության թե Բաքվի Հանրապետության տեսքով դրա համար ռուսը ուզում է իր ներկայությունը ստեղ իր կարևորությունը ասենք բարձրացնի որպեսզի ասենք այդ հակառակորդի տանկերը, այսպես ասած, լեռնային գագաթները չփորձեն հաղթահարեն, էլի։ Ուկրաինա չդառնա, ասենք Դագեստանը, Ուկրաինա չդառնա, չգիտեմ, այնտեղ Չեչնյան։ Ինչ է եղել, չէ՞, ասենք 94-5 թվականներին, հետո 99-2000-ականներին։ Դա հասկանալի է, ինքը դրա համար է անում։ Ռուբիոն ինչի համար անում, Ռուբիոին բնական է իրենք ստեղ ուզում են լինեն ասիչը, ոնց որ ամենտեղ, բայց տեղեր կա, որ իրենց համար շատ կարևոր է, մի քիչ ավելի կարևոր է, քան ասենք մյուս տեղերի հետ համեմատ, եւ այդ միջին կարևորության տեղերից մեկը հարավային Կովկասն է։ Ինչի միջին կարևորություն։ Ստենավտ կա, բայց քիչ համեմատ ասենք արաբական տարածքների ստեղ քիչ է։ Ճիշտ է, լուրջ տոկոս է ընդհանուր աշխարհով մեկ, ասենք որ նայում ես Բաքվի նավթը, բայց մեկը քիչ է։ Այդքան չի, ինչքան Կատար, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Իրաք իրար հետ միասին։ Իսկ հիմա արդեն Սիրիա։ Ես նկատի ունեմ այն տարածքները, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները անմիջապես նավթի շոչիկի թվերը գրում են, ասում են ինչ գնով կծախես, Պաստորեն մի քիչ էլ ավելանա, հա կարող է ինչ-որ բան փոխի, բայց այն ջանքերը, որ ստեղ գործադրում է, ինքը այդքան չարժե, էլի ասենք։ Իսկ միջին կարևորությունը ո՞րն է, ասենք, ստեղ Իրանի վրա ազդեցություն։ Իսկ Իրանը լուրջ տոկոս ունի միջազգային, ասենք, թե գազի, թե նավթի պաշարների մեջ։ Փաստորեն ստեղ իր ազդեցությունը, անմիջական ազդեցությունը ոչ թե վերևից ասողի, այլ ստեղ ասողի եւ հետևողի եւ եթե պետքա փեդով ասենք ոտերին խփողի, իսկ եթե պետքա նաեւ գլխին խփողի դեր ուզում ստանձնի, то есть նույն նպատակները չի Ռուսաստանի հետ համեմատ, բայց նույն գործառույթները ինքը ուզում է ստանձնի, ինքը լինի միջնորդ, ասիչ, միջայլոց դրա փորձը մենք ունեցել ենք, թե ռուսների հիշենք Կազանի եսիմինչ, Լավրովի եսիմինչ, եւ Ամերիկայի հետ բան ենք ունեցել, ասենք այդ փորձն ենք ունեցել, երբ որ կարծեմ Կեմփ Դեվիդում, Թչեկուին Ուեստում հանդիպումներ ա եղել Ալիև մեծ ավակի հետ եւ այնտեղ էլ ինչ որ բաներ ա որոշվել, կարծեմ Բուշ կորսերներ այդ ժամանակ իշխան հիշում եմ։ Իրանց բանը դա հասկանալի է, խիա իրանց պետք այդ ամեն ինչը դրա մասին, որ հենց այդ ձևով են խոսում, լարվածություն կա, գայլն ու գար վիճակ է, հայր հոդուքի հիմար չէ, պարզա չէ, գայլն ու գար վիճակ է, ու դուք գայլի դերում չեք արդեն, ես գամ լինեմ միջնորդ, թե ռուսն ասում, թե ամերիկացին,
Մեր երկրի ղեկավարը, բոլորիս վարչապետը, ոչ թե բոլորս սիրում ենք իրան, այլ իր ստորագրած թուղթը բոլորս կատարում ենք, չէ՞։ Ուրեմն բոլորիս վարչապետն է ինքը։ Քաղաքական բանի հետ կապ չունի, էլի էսա ասածս։ Ինքը ասում է, որ խաղաղություն է լինելու այն դեպքում, որ ինքը դա ասում է Սարդարապատում ու դրա մասին խոսալու իրավունք չուներ, որտեղ Սարդարապատը դա հաղթանակի տեղ էր, հաղթանակած խաղաղություն անգամ չբերեց Սարդարապատը, մի քիչ ուրիշ տեղ է նաև, ասենք ինքը, այն առումով, որ պետության ղեկավարն էր այնտեղ, պետության ղեկին, ասենք, նստած մարդը, բայց այնտեղ պետությունը չի հաղթել թուրքերին։ Դե sense որ նայենք Բաշաբարան, Կարաքելիսա եւ Սարդարապատ ամենաքիչ զորքը եղել է տոկոսով ներկայացված Բաշաբարանում հոգիներով, մի քանի հոգի ա եղել զինծառայող։ Կարաքելիսայում լրիվ զինվորական են եղել, հետո երբ որ ասենք զինվորականությունը ենթարկվելով հրամանատարին ասել է այդանք ես իմ Սևանի կողմերը թնդանոթները խեղդենք, թե ինչ անենք, պահկվենք, մենք տեղափոխվենք Երևան, բան sense բաներ են ասել, երկու կրսեր օֆիցեր հրաժարվել են այդ նման հրաման կատարել, համարել են դա անհայտություն եւ մեկ ստորաբաժանում եւ աշխարհազոր մասնակցել են բան։ Իսկ Սարդարապատն ինչ ա եղել։ Սարդարապատը եղել է ամբողջությամբ աշխարհազոր։ Ուրեմն պարտիզանական գունդը ինչ է։ Դա արցախցիների աշխարհազորն էր։ Պարտիզանական հեծյալ գունդը։ Ուրեմն կարճ ասած բացի պուլեմյոտնի կոմանդայից այդ գնդացիրների կոմանդան այդ վաղ տենց էր կոչվում այդ ստորաբաժանումները, այդ գնդացիրը մեծ դեր էր խաղում, ոնց որ հիմա հրետանին այն ինչ որ փոքր թմերով տենց գնդացիրներն էր, բացի բանա պուլեմյոտչիկներից, պուլեմյոտնի կոմանդաներից, ուրեմն գնդացրորդների թմերից կամ ստորաբաժանումներից բոլորը եղել են աշխարհազորայիններ, որոնք որ արձագանքել են ամենայն հայոց կաթողիկոսի, ասենք, կանչին։ Ոչ թե քաղաքական գործիչների կանչին, ոչ թե ռազմական գործիչների կանչին։ Հա կարող է իրանց մեջ ինչ որ տոկոս, ասենք, լսել է Արամ Մանուկյանի, ինչ որ տոկոս լսել է խոսքի օրինակ գնդապետ Սիլիկովին կամ ասենք գնդապետ Արարատյանին, չգիտեմ քանի տոկոս, բայց հաստատ այդքան մեծ տոկոս չէր, ինչքան ամենայն հայոց կաթողիկոսի կանչով եկած էին աշխարհազորայինները եւ աշխարհազորայինները, որոնք որ պետական մեքենայի մասնակցությունը միայն այսօրվա ասած հերոսի ձևով կարան մասնակցեն, հարկ վճարեն, հարկատու լինելով, հա։ Իրանք եկան, ասենք, մի քիչ ուրիշ ձևի մասնակցեցին պետության գործերի մեջ եւ պաշտպանեցին Հայաստանի Հանրապետությունը նոր ստեղծվող այդ ժամանակ մի քանի ժամ ինչ ստեղծված եղել, ասենք, այդ հանրապետությունը։ Նույնիսկ Սարդարապատի ճակատամարտի վերջի պահերին հռչակվել ընդ ամսի 28-ին կարծեմ Թիֆլիսում։ Իր հայտարարությունը ինչի մասին է։ Ժողովրդին հանգիստ վիճակում պահել, որպեսզի կառավարելիությունը չկորցնեն։ Ինչի համար են դա անում, հաճույքի համար, չեմ կարծում, շատ պրիմիտիվ բան է, էլի, ասենք, մոտեցումը, որ իրանք ուզում են կառավարեն ու կայֆ են ստանում դրանից, ասենք, չգիտեմ, ինչ օրգազմիկ հաճույքների մեջ են գնում, դա սուտ է, դա այդպես չի, կարող է մեջները ինչ որ մանյակներ լինի, ասենք, դրանից էլ հաճույք ստանա, ասենք, նմանատիպ մարդիկ մեկ հանդիպում են խոսքի 1000-ից 1, եթե իրանց հիմա 1000 հոգի են, 1000-ից 1-ը կարող է լինի նաև այդպես, բայց հիմնականում կառավարելությունը բարձր վիճակում պահելը իրանց ցանկությունը բացատրվում է 20 թվականին կառավարելությունը կորցնելով 20 թվականին կառավարելությունը կորավ համ ռազմական, ասենք, զորքերին կառավարելությունը, համ հասարակությանը ընդեղ եղավ, ասենք, կառավարելության կորուստ, որովհետև զինվորին չէր հասնում զինամթերքը, սնունդը, կողքը միջին նույնիսկ թեթև վիրավորվածությունով ընկերը չէր էվակուացվում, արդյունքում կարար արունակամլներ մեռներ, մանավանդ որ այդ նույն զինվորին չեն սովորացրել առաջի բուժօգնություն, դա մոդա չի Հայաստանում առեսօր,
դրանով զբաղվում են մենակ ոման եւ ոմայում սովորած, ասենք, ինստրուկտորները, հրահանգիչները բուժ պատրաստության ու վերջ չեմ հասկանում, էլի ոնց է դա ժողովուրդը հանդուրժում, հա կարճ ասած, ասենք, կառավարելություն զորքերի կորուստ եղավ դրանից, փամփուշտը պրծավ, ուտելիքը պրծավ, ընկերը մեռավ, հետ քաշվելա պետք պարապած չի, որ իմանա ոնց է հետ քաշվել, չգիտի ձևերը, ու հետ քաշվելը վերածվեց փախուստի։ Ու այն հերոսական տղեկը, իրոք հերոսական, որ 7 օր, 7 գիշեր, անընդմեջ հարվածներին դիմանում էին, ախել չէին անում։ Միջև հիմա համացանցում կան ռոլիկներ, էլի, որ դե նկարահանվել է ու գմփոցի տակ խնդում են թուրքերի վրա, զգացում է, որ հա վախ են հաղթահարում այդ բանը ծիծաղալով, բայց տղա են, էլի, ասենք, չեն փախե, բան չեն արե, բայց հետո քանի որ մարզված չէին, ընկերը կողքը արունակամ եղավ, էդ էլ իր բանը հոգեբանականի վրա ազդեց, քանի որ մարզված չէր, հետ քաշվել, մանևրեր, բան, այտենց բաներ ընդհանրապես մոդա չէր, հա, արդյունքում փախուստի վերածվավ եւ ջախջախիչ հարվածներ, ասենք, փախնող զորքին, էդի մեկից մեկ է, էլի։ Ամենաանշնորհ զինվորն էլ, եթե դեմը փախնող է, տիրի նման կարա, ասենք, իդեալական պայմաններում հանգիստ շնչառության վրա աշխատի, նշան բռնի, կրակի ու մեծ շանսով, ասենք, խոցի, այո։ Այդ զինվորների կառավարելությանը հաջորդեց հասարակության կառավարելության կորուստը։ Հիշում եք, չէ՞, ասենք, ես այդ ամեն ինչը լսել էի, բայց ես չէի տեսել, ես հետո արդեն, երբ որ նոյեմբերի 26-ին վերադարձա ու վերջի զինվորը, որը իմ հրամանատարության տակ ա եղել 157 գումարտակում, երբ որ վերադարձավ Արցախից, նոր ես նստա, սկսեցի ուսումնասիրել ինչա կատարվել ճակատում, ինչա կատարվել թուրքերի մոտ եւ ինչա կատարվել մեր մոտ, եւ տեսա, որ հասարակության, ուրեմն ոչ թե զանգվածներ, ընդհանրապես հասարակության կառավարելությունը կորել էր։ Թե բանակի կառավարելությունը, ասենք, կորուստը, տեսանք ինչ հետևանքներ եղավ, չէ՞։ Թե հասարակության կորուստը, մենք չտեսանք հետևանքները, տեսանք ինչ որ պորտկումներ, ասենք, Հայաստանի Հանրապետության երկրորդ կամ երրորդ դեմքին ծեծելը, մենք դա տեսանք, չէ՞, ասենք։ Առաջի դեմքին մանգալը, որ ծեծեն, այդ ամեն ինչը մենք տեսել ենք, եւ դա բերելու էր արդեն, եթե ստեղ բանակի կառավարելության կորուստը բերեց հսկայական, կարելի ասել, 2/3 պաշտպանվող տարածքների կորուստին, ստեղ կարաբերի Հայաստանի Հանրապետության կորուստին, կարաբերի, եւ որպեսի նման բաներ տեղի չունենա, շատ բաներ է արվում, այդ թվում նաև խաղաղություն քարոզվում է։ Այնքան է քարոզվում, որ արդեն իրենց շրջապատն էլ է սկսել հավատալ, որ հա, օքեյ է, ասենք, նման խաղաղությունը։ Նման խաղաղությունը օքեյ չի, բայց կառավարելությունը պետության կողմից հասարակությանը դա անհրաժեշտ պայման է, որպեսզի մենք կարողանանք հարձակման դեպքում հակառակորդի ողնաշարը կոտրենք։ Դա պարտադիր պայման է, երբ որ հասարակությունը խլվելում է ու ես ինչ անում, նույնիսկ հարձակումների նախապատրաստած հաղթող բանակը, ես նկատի ունեմ գոնե Կովկասում, ասենք, ռուսական բանակի հաղթանակները, գոնե Ավստրո-Վենգրիայի բանակը ոչնչացրած Բրուսիլովի, ասենք, ցարական բանակը քանդվում է, թե բանակը, թե պետությունը, որովհետև ներսը խլվլոց է հետում եւ հասարակության կառավարելության կորուստ է հետում։ Մերոնք պիտի հասկանան, ես ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին եմ սատարում իմ ասածով, ես բացատրում եմ ինչի համար է իմ կարծիքով նման հայտարարություն մշտապես քարոզվում։ Որովհետև, ասենք, չեն հավատում իրենց թմակիցների պրոֆեսիոնալիզմին, որ իրանք այնքան պրոֆեսիոնալ կլինեն, որ հա քարոզ կլսեն, կասեն, այո, խաղաղություն, բան, արտաքին դիվանագիտության խաղերն է, բայց ներքին կարգով ժողովրդին նախապատրաստ են։ Ես ինչի համար եմ արդեն նման բան ասում, դե այս նման բան չեմ ասել, որովհետև ես վերջերս լսեցի ոնց երեսփոխանները երկրորդ կամ երրորդ էշելոնի, ասենք, քայլող կուսակցության ղեկավարության մեջ գտնված մարդիկ, փաստորեն մարդիկ, որ տակից պետք է ժողովրդի մարտունակությունը բարձրացնեն,
խաղաղության պայմանագիրը ուժային հատվածով ապահովեն, որ պահպանվի խաղաղությունը, որ գառնուկ չլինենք, որին երբ ուզես ուտեն թուրքերը, իրանք հելնում հայտարարում են, որ ժողովուրդը, ասենք, ստեղ խրամատներ ասարկել, հիմա խնդրում եմ, որ քանդենք։ Դա էլի են նարատիվն է, որ իրանք ուզում են Հռոմի պապից ավելի սուրբ լինեն, ավելի կաթոլիկ լինեն։ Վարչապետը դա ասել է, տակից չի ասել, ինքն էլ այնքան դմբոյ է, չի հասկացել այդ ինչա նշանակում։ Ինքը տակից պետք է աշխատի հասարակության ամրապնդման, մարտունակության բարձրացման վրա։ Կարճ ասած, այդ հայտարարությունները մի քիչ երկար բացատրեցի ոնց էր, որտեղից է գալի։ Բայց նաև եկեք անդրադառնանք մեկ այլ իրադարձության ևս։ Լաչինում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցում էին Պակիստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը։ Եվ այդ ժամանակ ինչ հայտարարում Էրդողանը, որ արևմտյան Զանգեզուրը նկատի ունենալով Սյունիքը բնականաբար անջատել են Ադրբեջանից եւ տվել են Հայաստանին, ինչը ապօրինի կերպով է տեղի ունեցել։ Եվ դրա ֆոնին այսօր գրակոծներ են դարձյալ արձանագրվել Խոզնավարի ուղղությամբ։ Խոզնավարը դարձյալ Սյունիքի ուղղությամբ է նշանակում։ Սա այս երկու փաստը համադրելով կարող ենք ասել, որ այնուամենայնիվ հող նախապատրաստվում է առաջիկա պատերազմին։ Այո, միանշանակ, այո, այդ վրացին, որ ասենք թուրքական գահին նստած Էրդողանը, եւ այն ասենք բանը անհասկանալի կերպարը, որը Պակիստանն է ղեկավարում, որտեղ Հնդկաստանն ու մահմեդականությունը ու էլի ինչքան հեռու էր Մոհամեդի, ասենք, ծննդավայրից։ Ուրեմն այդ երկուսը հիմա պետք է մեջքին կանգնեն Ալիևի, որ ինքը ոչ թե գրադուսը բարձր պահի լարվածության, այլ պետք եղած ժամանակ հանդգնի Անգլիայի հրամանը կատարի։ Հարավ եվրասիական, ասենք, այդ կարիդորը կառուցի, որը թուրքական ժապավենա, սկսած բանից, Բալկանյան թերակղզուց մինչև Չինաստանի, ասենք, նույնիսկ կարելի ասել մինչև Խաղաղ օվկիանոս Չինաստանի վերևով։ Պետք է բանալ ես, էլի, մի քիչ դուխ ունենաս ու դուխտ էլ պետք է դաժե մի քիչ չէ շատ լինի, որովհետև այսօր ցանկացած քայլ, որը որ կանի Իլհամ Ալիևը, երկու կողմից կամ մի կողմից խրախուսելու են, մի կողմից կամ երկու կողմից դրա պատճառով հարվածներ ստանալու։ Էսի 20 թվականը չի, երբ որ տարբեր բաներից, պատճառներից ելնելով, տարբեր ոնց որ ասած խացել կեքը բավարարելով, Ամերիկայի Տրամպը, Ֆրանսիայի Մակրոնը եւ Ռուսաստանի Պուտինը թույլ տվեցին, որ թուրքերը մեր վրա հարձակվեն։ Եթե ես նման բան եմ ասում ու ինձ մեկ-մեկ հակադարձում են, ես մի հատ հասարակ օրինակ եմ բերում։ Եթե չի եղել այդ թույլ տվությունը, ինչ եմ ասում անմիջապես հրաման, թույլ տվություն։ Եթե չի եղել, բա ոնց ասենք այդ հանդգնածին, ասենք, մի հատ պատիժ չեղավ։ Այդ սանկցիա չեղավ, թեկուս իր աշխատակազմի ղեկավար Հիկմետ Խաջիևի դեմ։ Չեմ ասում, լավ Ալիևի, մարդուսել ինքը կարևոր մարդ է բան, բայց ասենք իր որդու սեփականությունը չձերբակալվեց, խոսք օրինակ էլի, կամ չարքելեցին բանը տիեզերական տեխնոլոգիաները, որ բանը Իլոն Մասկը հանգարց Բաքու չտանի։ Չնող բաներ եմ ասում, էլի, բայց գոնե էդի անեին, էլի, որ կամ չարքելեցին բանի բրլյանտի բանը հողից որոնումները Դեբիրսին, որ Բաքվի հանրապետության տարածքում հանգարց բան չանի, բրլյանտ չհանի հողի մեջից չանի վաճառքի։ Էդ էլ է չլնող բան։ Գոնե դա ոչ մեկ չարես, չէ, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնիսկ ասենք Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնիսկ ասենք թեթև ողջունի խոսք են ասել իդեպ, ոչ Ֆրանսիայի, ասենք հանրապետությունը, ոչ Ռուսաստանն էլ ոնց որ ողջունի խոսք ասել էլի, վերջապես մենք պրծանք Ղարաբաղի խնդրից, sense ինչ որ բաներ։ Բախի, եթե դաբրո չեք տվել։
Իսկ հիմա դաբրոն չի լինելու, միանշանակ չի լինելու, որովհետև կենաց մահու կռիվայեթում արևմտյան աշխարհի լիբերալ, դեմոկրատական կուսակցության կողմից հովանավորվող, չգիտեմ, ինչ անուն ուզում եք դրեք, Եվրոպայի, հավաքական Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև որ մեկը այդ դաբրոն տա, այն մյուսը խեղտելու է թուրքերին, որ մեկը այդ դաբրոն տա։ Հիմա խեղտելը կարա լինի, ասենք իմ ասած սիմվոլիկ վիճակ, կամ Ալիևի, ես իմ ռուբլովքի վրի տունը բռնագրավելով խոսքի, վարձով տան ու այդ վարձույց, ասենք, սունեցիներին կոմպենսացիա ուղարկեն խոսքի։ Իսկ կարա լինի ավելի լուրջ, ասենք Լեզգիստանի եւ Ավարիստանի բռնազավթումը եւ հրճակելով, որ ասենք, որ սա ժամանակին մուսավատիստական թուրքերը խլել են Ռուսաստանից եւ ընդհանրապես Ղարաբաղը առանձին պայմանագրով ա մտել, ասենք, բանի մեջ, ռուսական կայսրության մեջ, իսկ իրանք որպես իրավահաջորդ սովետական միությունը կայսրության, իրանք այդ պայմանագրի տերն են առեսօր կարան, չէ՞ անեն։ Գայլն ու գառը մենակ մեր ու թուրքերի դեպքում չի աշխատում, աշխատում է նաև ինչ-որ ուրիշ երկրի եւ թուրքերի միջև։ Հիմա տենց է լինելու 100%։ Ուղղակի կարա լինի, ասենք, շատ ավելի վատ սցենար, քան այսօր ես թվարկեցի։ Դա պատերազմը բոլորի դեմ։ Այդ ժամանակ լուրջ խնդրեմ ենք ունենալու, ճիշտ է, բոլորս ենք լուրջ խնդրեմ ունենալու, համ մենք, համ թուրքերը Բաքվի, համ թուրքերը, ասենք, որոնք Ղարսում են ապրում, կամ ասենք Տրաբզոնում, Իրանը խնդիրներ կունենա, կարող է խնդիրներ չունենա, ասենք, չգիտեմ, Սվազիլենդը կամ Լեսոտոն։ Հնարավոր է նաև խնդրեմ չունենա Լյուքսեմբուրգը եւ Մոնակոն։ Եվ Շվեյցարիան։ Շվեյցարիան կարող է մի քիչ փողերի հոսքը պակասի, էլի խնդրեմ ունենա։ Կարճ ասած, կարա նման բան առաջանա, էդ էլ խառնողները ովքեր են, դե հասկանալի է, այնով որ ասենք ամեն գնով Իրանի վրա հարձակում է խրախուսում։ Դրա ոնց որ ասած բուլտերիերը որ 20 տարի Նետանյահուն է Իսրայելի բանը ընդհանրապես որսի հին ժամանակ շներով որսը երբ որ կար, հիմա դե շներով որսը մի քիչ ուրիշ է, համենայն դեպս Հայաստանում չկա նման բան, ասենք խոշոր կենթանու վրա շներով որս, շները գալիս հետապնդում են, բռնում են, ասենք ոչ թե բռնում են, այլ շրջապատում են, խոսքի օրինակ վարազին մարդը ագին հեռու է, դե շունը վազում է 50 կմ/ժ արագությամբ, մարդը լավագույն դեպքում ասենք 15 միջև մարդը գա, իրանք պետք է պահեն սրան։ Ու մի հատ շունակ գտնվում բուլտերիերը, էլի կամ ասենք յակտ տերիերը դուխով, հիստերիկ, ասենք ինքն էլ ուժեղ, ինքը առաջինը արձակվում է, այսի որ արձակվում արդեն մյուսներն էլ են արձակվում։ Այ հիմա Նետանյախուն այդ յակտ տերիերի դեր է խաղում Իրանի վրա արձակվելու առումով, բայց Իրանը Իրաք չի, ինքը Իրանից մոտավորապես այսօրով արդեն երևի 4 անգամ ավել բնակչություն ունի, բավականին կայուն տնտեսություն ունի, Իրաքը ուրեմն 2 տարի է ինչ ավարտվել էր 8 տարվա պատերազմը, իր տնտեսությունը զրոյացել էր, Իրանը այդ պատերազմից, որը ինքն էր հենց մրցակիցը Իրաքի հետ 88 թվից առեսօր քանի տարի անց է 37 տարի պատերազմ չի տեսել։ Ինչքան է իր տնտեսությունը, ասենք, վերականգնվել, չէ։ Կարճ ասած, դա էլ հենց միանշանակ չի, որ Իրանի հախից հեշտ կգան։ Մենք որտեղ պետք է մեր դերը խաղանք, նեյտրալիտետ պահել չի ստացվի, ասեմ ձեզ։ Չի ստացվի ոչ թե մեր ցանկությունից ելնելով, այլ թուրքերը կփորձեն օգտվեն։ Եթե անմիջապես, ասենք, մեր վրա ինչ-որ ձևով հովանոցը լինի, ասենք, զոնտիկը պահեն ու պատերազմի կարկուտը անմիջապես մեր վրա չթափվի, ասենք, Զանգեզուր, թեկուս Մեղրից, հենց նեղ 40 կիլոմետր այդ ճանապարհը մի 10 կիլոմետր լայնքով, ինքը այն ճանապարհն է, որը որ մեզ կիսաչմո երկրից դարձնում է ամբողջությամբ չմո։ Ասենց
երևանյան սլենգով եմ ասում, էլի մի քիչ կոպիտ։ Մենք հիմա Արցախը կորցնելուց հետո կիսապետություն ենք։ Կիսապետություն ենք, որտեղ մեր մեջքը բաց է, շատ հլա էներգիա կա ծախսելու, որ մեր մեջքը փակվի եւ մենք դառնանք ռեալ պետություն, որը կարա ցանկացածի մրթին տա, թեկուս ասենք դիմադրելով այն աստիճան, որ ամբողջությամբ երկու երկիրն էլ կործանվեն, համ Հայաստանը, համ իր վրա հարձակվող։ Հիմա մենք այդ վիճակում չենք, մենք Արցախը կորցնելուց հետո կիսապետություն ենք, հետիվ ասած կիսաչում։ Եթե Իրանից մենք կդրվենք, ստացվում է ինչ, ասենք, ենթադրենք, մեղրիով չեն վեկալում, այլ Արաքսի աջ ափով Իրանից են խլում իրանք հետ հողը։ Իրանք մեզ էլի հերթակ բանն է ստացվում, էլի, ոնց որ թե մեզ չկպան, իրականում պարանը մեր վզին հասավ, էլի, հադանակով չեն մեր կոկորտին վնաս հասցնում, պարանով են հասցնում։ Ուրեմն Իրանից, եթե մենք անջատվում ենք, թեկուս Իրանի հողով իրանք բան անցնեն, թուրքական հողերը անցնեն, ոչ թե ճանապարհ, այլ կդրեն Իրանից ինչ-որ հատված Իրանի տարածքից, որը որ միացնում է Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը, մենք կստացվենք շրջապատված թուրքական հողերով, մոտավորապես 90 աստիճան եւ 90% եւ 10%-ը թուրքերի տնտեսական, ռազմաքաղաքական սարսափելի ազդեցության տակ գտնված Վրաստանով։ Այդ ինչ է նշանակում։ Են Սվազիլենդ, Լեսոտո իզուր չասեցին։ Մենք կընկնենք Սվազիլենդի օրը։ Կուզենան ջուր կտան, կուզենան չեն տա, կուզենան տաք ջուր կտան, կուզենան չեն տա, կուզենան գազ կտան, չեն տա, կարճ ասած լվացվելու հնարավորություն էլ կարող չունենաս, լողանալու հնարավորություն էլ, ճաշը տաք ուտելու հնարավորություն էլ չես ունենա։ Իսկ մի ժամանակ հետո, երբ որ ոչ մեկին ոչ մի բան չծախես, թույլ չտան։ Այ հիմա ոնց որ Վրաստանի Հանրապետությունում ինչ-որ օրենք են ընդունել, որ կարող է օրենք չի, ասենք վարչապետն է ինչ-որ թող ստորագրել, իրաց մոտ էլ նման համակարգ է, որ Հայաստանից գնացող վաճառված մեքենաները, որ Վրաստանով եթում են Ռուսաստան, սարսափելի խոչընդոտներ են անում, կարելի ասել չեն կարում հանեն Ռուսաստան։ Ու հենց այնտեղ տամոժնիկները այդ ռուսներին ասում են կամ ղազախներին, ԵԱՏՄ-ի անդամներին, ասում են, եկեք Վրաստանից արեք, եք Հայաստանից առնում sense խոչընդոտներով եք տանում։ Վրաստանից ոչ մի խնդրեմ, առակ, ռեէքսպորտ արեցիք $300, $100 եւ տարեք, всё օքեյ է։ Հասկանում եք։ Իսկ պատկերացրեք, երբ որ ավելի անգելանելի վիճակը լինի, ասենք 90 աստիճան sense շրջապատված չլինի Իրանը, որը թուրքական, ասենք այս կապիկությանը, այս անգլիական պրոյեկտին մի ուրիշ ձևի ընդդիմանում է, որ այդ Իրանը չլինի։ Սա մենք դառնում ենք ամբողջությամբ չմո, то есть ամբողջությամբ չպետություն։ Հիմա կեսով ենք չպետություն, լավ չմո չասեմ, կարող շատ սլենգային ժարգոնային է։ Կեսով չպետություն ենք, կլինենք ամբողջությամբ չպետություն։ Չպետություն վիճակից դուրս գալով, ասենք, կիսա չպետությունից պետություն դառնալու համար, իհարկե վարչապետը մեր պիտի իր տակի օղակին գտալ մի հատ մեծ վեգալի են, որ ծանր sense 100 հոգու համար ճաշայեփում է, խաշլամա են անում։ Այսինքն հերթով սաղի գլխին 10-ի աննասուն են, ինչ որ ես ասում եմ, խես կրկնում, արա։ Կարող է իմ տեղը զուգարան է տաս, իմ տեղը հաց ուտես։ Ես էսի ասում եմ դիվանագիտական բաներից ելնելով, խաղաղություն, ամեն գնով, բան sense։ Աննասուն գնա ժողովրդին ասա, որ պարապեն, բուժ պատրաստություն անցնեն, հրաձգարան էթան բանանեն, այս զորամասի հրամանատարին ասա, այ ոչխար, այդ որ մենք քեզ բան ենք արել, լիմիտ ենք տվել հասարակության հետ կապերի համար, ասենք, բանա հատուկ բան կա, որ դպրոցականները գան կրակեն, խի չեն գալի նորմալ կրակեն, ոնց հրաձգարան չունես, բա սարքի արա, չէ պաշտոնից հանեք, то есть պիտի համապատասխան երկլեզու լինի մեր երկրի ղեկավարությունը, երկլեզու, մի լեզուն թափի, ասենք արտասահմանի տարբեր, ասենք գալի դիմաց, որտեղ գառնուկ վիճակում է, գակ մինիմում դառնա, ասենք գառնուկի մաշկը վրեն գցած կամ մորթին գցած, ասենք փոքրիկ գայ լավ։ Այդ վիճակն է։ Եթե մենք էդի չանենք, մենք
կիսապետության բանից դուրս չեն գա։ Հակառակը, եթե դուրս էլ գանք, ավելի շուտ է տալու ենք չպետություն վիճակի մեջ։ Եվ հասկանալի է հայկական էթնոսի հետքերը այստեղ այս ռեգիոնում, որ մենք 5-ից 12,000 տարի ներկա ենք եղել, տարբեր մեկնաբանություններ կա, էլ չենք լինի, եթե խելքի չգանք։ Շնորհակալություն, պարոն Վարդանով։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։